Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Մոսկվան տեղյակ է Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության վերաբերյալ արդարացի մտահոգությունների մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայտնի է, թե ինչով են զբաղվում այսպես կոչված առաքելության աշխատակիցները, նշել է նա։ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր եւ վիրավորներ։ Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է։ Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս եւ 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսել է լեզվի մասին օրենքի փոփոխության մասին եւ նշել, որ փոփոխությունները կարեւոր են եւ ուղղված են լեզվի կանոնակարգմանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը։ Նախարարի դիտարկմամբ կարևորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ կանոնների կանոնավորումը։ Ամերիկայի եւ Չինաստանի միջև կնքվել է նոր գործարք, որը վերջնական հաստատման փուլում է երկու երկրների առաջնորդների Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի կողմից։ Համաձայնությամբ նախատեսվում է, որ Չինաստանը սկզբից կմատակարարի բոլոր անհրաժեշտ մագնիսները ու հազվագյուտ հողային մետաղները։ Ինտերի նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիմու 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sportին տված հարցազրույցում դրականորեն էր արտահայտվել Հերիխ Մխիթարյանի խաղի մասին։ Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես թիմ կվերցնեի, տեսել եմ ինչպես են ամարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, նշել է ռումինացին։